Մանավանդ որ նշեցիք շատ ծանր տնտեսություն է այս պահին։ Եթե չեմ սխալվում, հայտարարել եմ 2013 թվականին, հիմա որոշակի պայմանները փոխվել։ Ինչ է փոխվել, պարոն Կարապետյան։ Ճիշտ ասած, ես շատ անհանգիստ եմ այդ տնտեսությունից։ Եվ ինչ ծրագրեր եք իրականացնելու, բաց այն երկու փուլից, որից խոսեցիք։ Բոլոր ծրագրերը այդ երկու փուլի մեջ են գնում։ Պարոն Կարապետյան, ճիշտ է, որ չեք ցանկանում աշխատել դաշնակցական նախարարների եւ մասնավորապես Դավիթ Լոքյանի հետ։ Ոչ, ճիշտ չի եւ ինձ համար այս պահին ավելի կարեւոր է թե ինքը ինչ տեսլական ունի իր ճյուղի հետ կապված, քան ինքը որ կուսակցությունն է պատկանում։ Համաշխարհային մարդիկով իրական կլեքեն կառավարությունը։ Կխնդրեմ անուններ նշեք։ Չեմ նշում։ Պարոն Կարապետյան, մենաշնորհները մեր երկրի աղբն են եղել այս տարիների ընթացքում անդադ խոսվել է։ Դուք դրանց դեմ ինչպես եք պայքարելու։ Խաղի այլ կանոններ կլինեն։ Այո, կլինեն հավասար կանոններ։ Մենաշնորհներին ես ճիշտ ասած քիչ առաջ ասեցի, պետք է վերաբերվել հետևյալ կերպ։ Երկրի փոքրությունը բերելու է նրան, որ որևէ ոլորտում միշտ լինելու է խոշոր խաղացող։ Այլ խնդիր է այդ խոշոր խաղացողը արդարացի մրցունակ պայմաններում է առաջանում, թե ադմինիստրացիոն կերպ։ Լինելու են հավասար պայմաններ, եթե մեկն ու մեկը լինի հաջողակ բիզնես, մենք իրանից այդ բիզնեսը որևէ կերպ չենք խախտում։ Այսինքն մինչև հիմա այլ կանոններ են եղել։ Դուք կարծում եք, որ մինչև հիմա այլ կանոններ են գործել այդ։ Կարծում եմ այո։ Իսկ ինչու, պարոն Կարապետյան, ինչա այդպես եղել մինչև հիմա։ Կպատասխանեք, ինչպես է գնահատում նախկին վարչապետը։ Նախկին վարչապետը իմ գործընկերն է, իմ ընկերն է։ Ես կարծում եմ, որ ինքը բավականին ծանր իրավիճակում է վերցել կառավարության բեռը իր վրա։ Եվ այն աշխատանքը, որ ինքը կատարել է, ճիշտ ասած, ես պետք է չգնահատեմ, բայց կարծում եմ ինքը մեծ բեռ է վերցել իր վրա։ Ընդհանրապես Կարծիք կա, որ հաջողեց, դուք համաձայն եք այդ կարծիքին։ Կարծիք կա, որ այնուամենայնիվ չհաջողեց կոռուպցիայի մենաշնորհի դեմ պայքարի գործում դուք համամիտ եք ձևակերպման։ Ես այդպիսի գնահատական չեմ լսել եւ թույլ տվել չհամաձայն։ Ինչպես եք մեկնաբանում այն խոսակցները, որ դուք Ռուսաստանից ուղարկված կադր եք Կրեմլին։ Ժպիտով։ Պարոն Կարապետյան, առումով ինչ ուղի եք տանելու եւ արդյոք արտաքին գործերի նախարարը ենթարկվելու է ձեզ։ Հարազատներ ջան։ Բալանսը խախտվել է վերջին տարիներին, պարոն Կարապետյան։ Ինչ Հօգուտ Ռուսաստանի հետ։ այո, ԵՏՄ կազմում գտնվել։ Տեսեք ոնց է, ես ճիշտն ասած քիչ առաջ ասեցի, 1.5 օր է որ վարչապետ է։ Ասեցի, որ ծրագիր կներկայացնեմ։ Ձեր հնչած հարցերը մասամբ այդ ծրագրից են։ Եթե ես հիմա մաս-մաս սկսեմ ներկայացնել, ձեզ անհետաքրքիր է լինելու ծրագիրը 1, երկրորդը բոլոր հարցերի պատասխանը այս պահին։ Ես գուցե թեզիսային գիտեմ, բայց ամփոփ չեմ։ Նախատեսված ժամկետներում։ Պարոն վարչապետ, երբ հասկացաք, որ տնտեսության վիճակը ծանր է, ինչքան ժամանակ է։ Պարոն Կարապետյան, Պարոն վարչապետ, կպատասխանեք այս հարցին։ պարոն Կարապետյան, ինչու է ծանր տնտեսության վիճակը, ով է մեղավոր։ Երբ դա հասկացաք։ Երբանից է ծանր վիճակ։ Ծանր իրավիճակը կախված է եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից։ Եվ կարծում եմ, ինձ թվում է ոչ պրոդուկտիվ է հիմա հասկանանք որն է սուբյեկտիվ պատճառը, որն է օբյեկտիվ այն մարտահրավերները։ Թույլ տվեք պատասխանեմ։ Ճիշտ է, հիմա ախտորոշում անենք մեր հիվանդության, այդ հիվանդությունը բուժենք։ Իսկ օլիգարխներ կան կառավարության կազմում։ Անձնական պատճառներով։ Ասել եմ, եթե դուք ուզում եք անձնական պատճառներն էլ ասեմ, Պարոն Կարապետյան, անձնական պատճառով ահա 7 ամիս հետո որոշեք լքել վարչապետի պաշտոնը։ Օրինակ ո՞նց եք կարծում ձեր հարցը։ Ինչքանով է կոռեկտ։ Կոռեկտ է այնքանով, որ Դուք չգիտեք ես ինչ անձնական պատճառ եմ ունեցել, չէ՞։ Կարող է անձնական հիվանդության, ընտանիքի հետ կապված։ Իշխանության բոլոր ներկայացուցիչները հիվանդ են վերջերս դուրս գալիս։ Դատախազը նախկին դու։ Mikrofon